Այսօր արտասովոր ակցիա ներկայացում է եղել կառավարության դիմաց, կարմիր հագուստով դիմակավորված կերպարանք է հայտնվել գործադիրի մոտ։ Ակցիայի կազմակերպիչների խոսքով Մահվան դեսպանն է եկել Փաշինյանի հետևից։ Եկել է Նիկոլի հետևից, որ տանի դժոխք հայտարարել են։ Ակցիայի մասնակիցները ըստ նրանց Հայաստանի վարչապետի մեղքերը քավության տեղ չեն թողնում, այլասերվածություն, սրբապղծություն, նեռապաշտություն, թալան, դավաճանություն եւ այլ մեղքերի համար են քաղաքացիները մեղադրում Նիկոլ Փաշինյանին։ Նրանք կոչ են արել հայ առաքելական եկեղեցուն էկզորցիզմի ծես անել, նրանց խոսքով Հայաստանի Հանրապետության կառավարությունը զավթած չարիքին հեռացնելու համար։ Սա մեր Մահվան դեսպանն է, եկել է դժոխքից, ասելու, որ արդեն Նիկոլի ժամանակն է, վերջապես հեռանալու դժոխք, եւ Նիկոլին, Նիկոլի կենակցին եւ Նիկոլի ամբողջ թիմին արդեն դժոխքում սպասում են։ Սա Նիկոլի մեղքերն են, որ եկել է թվարկելու, որ դժոխքի շատ քիչ պատիժ մարդիկ, ովքեր որ պատիժ են կրում հիմա դժոխքում, շատ քչերն են, որ այսքան շատ մեղքեր են գործել եւ այդպես սրբապղծություն, նեռապաշտություն, թալան, դավաճանություն, չարություն, նենգափոխություն, պարտություն, ինձ իրավունք չեմ վերապահում մեկնաբանելու հայ առաքելական եկեղեցու մոտեցումը, ես կարող եմ միայն խնդրել նրանց, որ առնվազն երթ անեն, որպեսզի հին ավանդության համաձայն առաջինը էկզորցիզմ անեն այս չարիքի, որը որ զավթել է Հայաստանի Հանրապետության կառավարությունը եւ իր չարիքը ոչ միայն մարմնավորում է, այլ նաեւ տարածում է ամբողջ Հայաստանով, ինչի պատճառով մենք տեսնում ենք անդադար արհավիրքներ, անդադար կորուստներ եւ անդադար տառապանք։ Ու մենք տեսնում ենք հենց Նիկոլի պատճառով, թե ինչպես է գլորվում անդունդ մեր սիրելի Հայաստանը։